Հանուն լեգիտիմ իշխանություն ձևավորելուն։ Удастся ли Армении в двух союзах состоять одновременно, как вы думаете? Я на этот вопрос отвечу, наверное, уже завтра. Сегодня я не думаю, что надо отвечать на такие. Какой союз ближе? Երկու օր առաջ ընտրությունից հայտ ներկայացրին, դիմում ներկայացրին կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար, ինչպես կմեկնաբանեք այդ գործողությունը եւ արդյոք դա կազդի ընտրության արդյունքի վրա։ Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ, բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան եւ արեցին ճիշտ ընտրություն։ Պարոն Ղազարյանի հետ կապված որ դիմել են պատասխանեք։ Ну вот, прямо сейчас тоже идут аресты по нашим всем сторонникам. Очень многих ребят и сегодня арестовали, вчера больше 100 человек арестовали. Ну, ничего страшного. Что вы бы хотели сказать Евросоюзу для итальянской прессы, пожалуйста? Евросоюзу, что вы бы хотели сказать Европе, Евросоюзу? Евросоюзу хотел бы сказать, чтобы они были богатыми. Богатыми в каком смысле? Во всех смыслах. Դե իրեք չգիտեմ ինչ որ բանի նորից պատրաստվում են, տեսնենք։ Ձայնագրություններում լեգիտիմ ընտրություն հնարավոր է։ Դուք տնային կալանքի ռեժիմում եք ձեր աջակիցները։ Վերջում դա կգնահատեն։ Скажите, пожалуйста, если правящая власть победит, все-таки означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Պարոն Կանապետյան, ֆիլմը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ կնհայտ լսվում է, թե ինչպես են FSB-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված էր, որ Դա Հայաստան եկած հիմարություններ են, որ իրենք հենց առաջին օրից սկսեցին օրակարգ։ Հատուկ բերել են այստեղ Դե քվեարկության։ ինչպես կարող եք, օրինակ դուք դա ոնց եք պատկերացնում, տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ Իրենք հնարավոր է, ասենք, մի 100 հոգի աշխատող կարող է ունենալ Facebook։ Ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքին վարչական ռեսուրսեր օգտագործում, մարդկանց ուղղորդում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ կասեք այդ մասին։ Թող բարով այլ։ Ինչքան եք բաժանել ընտրակաշարք, ամեն օր ձայնագրություններ են հրապարակվում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավը կիմանաք։ Իհարկե չենք բաժանել։ Իհարկե որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած կլինի։ Ես չգիտեմ ովքեր են։ Դուք միշտ պնդում եք, որ Իրոք ես չգիտեմ ովքեր են։ Урсула фон дер Лайен, что вы бы хотели сказать? Սցենարի է պատրաստ ընդդիմությունը Փաշինյանի ասենք հավանական հաղթանակի։ Իրակոսը, այն կողմից պայմաններ։ Այսօր ընտրություններ է, այսօր խոսքը ասում է ժողովուրդը, ինչ կորոշի, այդպես էլ կլինի։ Պարոն Կարապետյան, հերթ է այնտեղ, սպասում են, էլի։ Պարոն Կարապետյան, Այդ հարցերը վտանգավոր է, այդ հարցերին պատասխանել, իրենք կարող է համարել քարոզություն, նորից մի 1000 մարդ կսերվա։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն է գնում Շատ լավ տրամադրությամբ, մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից։ Պարոն Կարապետյան, իսկ եթե ձեզ չհաջողվի մեծամասնություն կազմել, հանրահավաքներ նախատեսվում են։ Ամենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու։ Դրա համար ճիշտ կլինի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հրապարակում Փաշինյանին ինչի համար։ Փաշինյանը հրապարակում ձեզ զգուշացրեց, որ պատասխանատվության եք
կենթարկվելու։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության է կենթարկվելու նաև 300,000 ադրբեջանցիների խոսույթը քաղաքական օրակարգ մտցնելու համար, բացի փողերի լվացումից եւ Ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրեք, մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Հիմա իսկ հետոն դուք պատկերացնում եք ինչ է լինելու, պարոն Կարապետյան։ Ոչ միայն տեղական, այլև տեսնում եք տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ եւ Ֆրանսիայից եւ Հոլանդիայից։ Դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսինքն ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցությամբ, ինձ թվում է Պարոն Կարապետյան, ձեր պարտությունը դուք բացառում եք, որ ձեզ չի հաջողվի մեծամասնություն կազմել։ Դա քարոզություն կա, ամարտի թե չէ, անենց ուրախությամբ պատասխանեի ձեր Այսօր ազատ է Из Америки, из Евросоюза, из России. Помогать развиваться армии. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этих Баланс однозначно будет. Вот. В нашем случае однозначно этот баланс будет. Պարոն Կարապետյան, ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ Ռուսաստանաբնակայերը այսօրին եկել են Հայաստան ընտրությունների ելքը այսպես ասած որոշելու համար։ Ռուսաստանից ինչքան հայ պետք է գան, որ ընտրությունների ելք որոշեն, ասենք մի քանի հազար մարդ եկան։